1988 թվականի փետրվարին Ստեփանակերտի կենտրոնական այն ժամանակ Լենինի անվան հրապարակը մարդկային ծով էր հիշեցնում։ Փոթորկուն, ալեկոծ։ Այն հաճախ չէր կարողանում բոլոր միտինգավորներին տեղավորել։ Անգամ մերձակա փողոցներն էին զբաղեցվում։ Արցախյան շարժումը մայր հայրենիքին վերամիավորվելու խնդիրը սկզբնավորվեց այն օրվանից, երբ բնիկ հայկական այս տարածքը մեծ հայքի 10-րդ նահանգը երրորդ երկրի կուսակցական մարմնի պարտադրմամբ ներառվեց խորհրդային Ադրբեջանի կազմում։ Դա պետական մակարդակով Արցախի հայաթափման մեկնարկն էր։ Արցախում վտանգը զգում էին եւ ընդվզում։ Գերության 70 տարիների ընթացքում դա դրսևորվեց տարբեր ձևերով, մասնակիցների տարբեր կազմերով։ 1920-ականներին Ղարաբաղը Հայաստանին անունով գաղտնի միություն էր գործում։ 1930-ին Շուշիում գաղտնի զինագործարան է բացահայտվում։ Ժամանակ առ ժամանակ խորհրդային Հայաստանի իշխանություններն էին հարցը բարձրացնում, ավելի հաճախ հայ մտավորականները։ 1965 թվականին պայքարը 13-ին նամակի տեսքով էր, Արցախից Կրեմլ ստորագրահավաքների։ 1967 թվականի ամռանը հայ երեխային սպանած ադրբեջանցի ուսուցչի ժողովրդական ու հրապարակային դատաստանի։ Արցախյան հարցի բարձրացման յուրաքանչյուր փորձ ավարտվում էր հայերի հանդեպ նոր հետապնդումներով, զտումների, բանտարկությունների եւ աքսորների նոր շարքով։ Հայերին հալածելուն զուգահեռ բնիկ հայկական Արցախում ամրապնդվում էր ադրբեջանական տարրը։ Եկավ 1985 թվականը Գորբաչովյան վերակառուցմամբ։ Ազատությունների մասին Կրեմլի հայտարարությունները Արցախում ընկալեցին որպես ցավոտ հարցերը կրկին բարձրացնելու հնարավորություն։ Սկզբում տարաբնույթ տեղական մակարդակում, տարբեր առիթներով եւ անջատ գործող խմբերի ու մարդկանց կողմից։ Արցախը Հայաստանին վերամիավորելու հարցը տարբեր կերպարանքներով աստիճանաբար դուրս եկավ խորը ընդհատակից։ 1985-ից 87 թվականներին արցախցիներից շատերը այս կամ այն ձևով արդեն նաև ուղղակի մասնակիցը դարձան այդ գործընթացին։ Ստորագրահավաքը դրա դրսևորման ձևերից մեկն էր, որն ավելի ակտիվացավ 1987-ին։ Տասնյակ հազարավոր արցախցիներ են իրենց ստորագրությունը դրել մայր Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջը ներկայացնող նամակների դիմումների տակ։ Սա մի յուրօրինակ հանրաքվե էր։ Շարժումը քայլ առ քայլ բարձրանում էր, մտնում յուրաքանչյուր արցախցու տունը, դառնում ընդհանուր ապրելակերպ։ 1987-ի վերջին եւ 1988-ի սկզբին շարժումը արդեն նոր մակարդակի էր հասել։ Նաեւ Երևան ու Մոսկվա պատվիրակությունների այցերի արդյունքում հասունացավ պահանջատիրությունը նոր մակարդակի հասցնելու գաղափարը։ Համայնքներում եւ տնտեսություններում սկսվեց Լեռնային Ղարաբաղը հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու մասին հռչակագրի ներկայացման ընդունման գործընթացը։ 1988 թվականի փետրվարի 11-ին Բաքվից Ստեփանակերտ եկավ ԽՄԿԿ Ադրբեջանի կենտկոմի երկրորդ քարտուղար Կոնովալովը։ Բաքվի ներկայացուցիչները ժամանեցին Արցախ կուսակցական ակտիվի նիստեր գումարելու, կուսակցական կազմակերպության միջոցով շարժումը կասեցնելու առաջադրանքով։ Նրանք պահանջեցին ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու պահանջը դատապարտող որոշումներ կայացնել։ Ժողովուրդը հավաքվեց դա թույլ չտալու համար։ Շրջկենտրոններից յուրաքանչյուրը այդ օրերից իր հիշողություններն ունի, իր հերոսները, սակայն բոլորին միավորում է ընդհանուր տրամաբանությունն ու տրամադրությունը, նաև ընդհանուր արդյունքը։ Հրապարակ դուրս եկած ժողովրդին կասեցնելը անհնար էր։ Բաքվի ծրագիրը փետրվարի 13-ին շարժումը դատապարտող որոշման հասնել տապալվեց, բայց դա արդեն բավարար համարվել չէր կարող։ Փետրվարի 14-ը առանց միտինգի անցավ, իսկ փետրվարի 15-ից հրապարակը չդատարկվեց։ Սկսվեց հանրահավաքների շրջանը։ Ժողովուրդը ցանկանում էր իր պահանջը հստակ ձևակերպված տեսնել, ժամանակի տառին ու ոգուն համապատասխան։
Այսօր ասում ենք նստաշրջան 88-ի փետրվարին պահանջում էին սեսիա։ Փետրվարի 13-ից փետրվարի 20-ը։ Մեկ շաբաթ պահանջվեց, որ հրապարակից հնչող պահանջը մարզխորհրդի նստաշրջանի որոշման վերածվի։ Նստաշրջանում ելույթ ունեցած բոլոր падգամավորները միանշանակ արտահայտեցին լղիմը ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու անհրաժեշտության օգտին։ Այս ոգով էլ ընդունվում է պատմական որոշումը։ Լսելով եւ քննարկելով ժողովրդական падգամավորների լղիմ խորհրդի падգամավորների ելույթները, լղիմը ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու համար ադրբեջանական ԽՍՀ եւ հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդների առջեւ միջնորդելու մասին նստաշրջանը որոշում է։ Ընդառաջելով լղիմի աշխատավորների ցանկություններին, խնդրել ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհրդին ու հայկական ԽՍՀ գերագույն խորհրդին խոր նմբարման զարգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել լղիմը ադրբեջանական ԽՍՀ կազմից հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ գերագույն խորհրդի առջեւ լղիմը ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լուծմանը։ Ոտքի ելած արցախահայությունը միայնակ չէր։ Երևանը ալեկոծվեց։ Արդեն փետրվարի 21-ին Արցախին նվիրված առաջին միտինգը կայացավ։ Սփյուռքը անմիջապես արձագանքեց։ Սփյուռքը հայ մամուլից այդ օրերին անպակաս էր արցախյան թեմատիկան։ Ազգային մտածելակերպի զարթոնքը սկսվեց։ Եվ առանցքում Արցախն էր, իր ուժով, իր ոգևորվածությամբ։ Արցախը ի սկզբանե ազգային խնդիր ճանաչվեց։ Արցախի հայկականության պահպանությունը որպես ազգ շարունակություն ապահովելու հրամայական պայման։ Սումգայիթում եւ Բաքվում հայերի կոտորածներն են ապացուցում այլընտրանքի բացակայությունը։ Շարժումը նաեւ հողահավաքի մեկնարկն էր։ 1921-ին Հայաստանից բաժանվեց Արցախը։ 1923-ին ինքնավար մարզ ստեղծվեց Արցախի մի փոքր հատվածում։ Արցախի տարածքի մեծ մասը պատար էր արվել եւ դուրս թողնվել մարզի տարածքից։ Շարժման վերելքի հետ ոչ միայն Արցախը Հայաստանին միավորելու հարցը բարձրացավ, այլև բուն Արցախի վերամիավորման անհրաժեշտությունը։ Բաքուն էլ զգաց վտանգը եւ 1991-ին փորձեց ավարտին հասցնել 1921-ին սկսածը։ Օղակ գործողության արդյունքում Արցախի տասնյակ բնակավայրեր հայաթափվեցին։ Սկսված պատերազմը պետք է Արցախի հայաթափման ավարտը դառնար, սակայն դարձավ հողահավաքի մեկնարկը։ Արդեն որպես հայկական երկրորդ հանրապետության անկախտելի մաս մետր առ մետր ազատագրվեցին հողեր, որոնք իսպառ կորսվելու իրական վտանգի տակ էին։ 88-ին հաջորդած տարիներին շատերը հերոսանալու հնարավորություն ունեցան։ Պատերազմի օրերին, պատերազմից հետո։ Առաջին հերոսը սակայն նա էր՝ միամիտ սեփական ուժերին խելագարության աստիճան հավատացող արցախցին, ով 88-ին հրապարակ ելավ որպես մեկ բռունցք, մեկ ձայն, ու նաև օրինակ նոր սերնդի համար։